Դուք բոլորդ գիտեք Հռոմեացիներու գրքի 13-րդ գլուխ 21-րդ համարի մեջը Պողոսը մեզի հորդորում է եւ մեզ ցույց է տալիս քաղաքնիկը քրիստոնեության, որ մենք պետք չէ բարդվենք, հաղթվենք չարից, բայց պետք է մենք բարիով հաղթենք չարին։ Եվ մենք բոլորս վստահ որ համաձայն ենք սիրելիներ։ Եվ ես ցեզ ուզում եմ մի փոքր պատմություն պատմել մի հատ հավատացյալ քյուրիկի վրայով, ինքը հայ չէ, այդ քյուրիկը եղած է անգլիացի եւ իր անունը եղած է Էդիթ Թեյլոր, հիմա տարիքով շատ մեծ է, միգուցե չկա, ես դրա վրայով կարդացել եմ տարիներ առաջ իր վկայությունը, եւ այդ վկայությունը ուզում եմ ցեզի կարճ ցեզի խոսել եւ տեսնեք որ Էդիթ Թեյլորը ինչպես կարողացավ չարին հաղթել բարիով։ Ուրեմն այս կինը բարեպաշտ աստվածավախ կին մնե Էդիթ Թեյլորը, որ ապրում է Ամերիկայում սիրելիներ։ Եվ իրենք լավ ընտանիք ունեն, եւ երկու հատ երեխա ունեն, երկու հատ տղա փոքր։ Եվ իր ամուսինն անշուշտ գործերը Ամերիկայում ասենք պետք եղած ինչապ լավ չի լինելով, իրեն լավ առաջարկ է գալիս Ճապոնիայից։ Ինքը ինժեներ լինելով գնում է Ճապոնիա, որպեսզի այնտեղ աշխատի։ Ժամանակավոր աշխատելու համար։ Եվ իր երեխաները շատ էին սիրում հորը։ Եվ ամուսինը այնադեմ որ ճամփորդեց այն ժամանակ չի կար անշուշտ ինտերնետ, email-ներ չի կար, WhatsApp չի կար, այդ բոլոր այսօրվա հնարավորությունները չի կար։ Սա հին պատմություն է 80-ական թվականներուն եւ անշուշտ մարդը նամակ էր ուղարկում, քրի նամակ էր ուղարկում միշտ իր ընտանիքին եւ դրանով ուրախանում էին։ Շուտ նամակ էր ուղարկում, ամիս, երկու ամիսը մեկ նամակ էր ուղարկում, մաման եւ երեխաները միասին հավաքվում էին եւ այդ նամակը ընթերցում եւ ուրախանում էին։ Եվ մի որոշ ժամանակ նամակ չեն ստանում։ Ամիսները անցնում, ոնց որ մի տարի չափ անցնում է եւ մտահոգված իրանից նամակ չեն ստանում։ Եվ իրենք շատ մտահոգ հանգարց մի օր դարձյալ անգամը իրենց ամուսինեն իրենց բաբայեն նամակ կստանան։ Եվ այդ նամակի մեջ մարդը կգրե իր կնոջ, կսե չգիտեմ ոնց քեզի բացատրեմ, տեղեկացնեմ իրականությունը, որ քեզի շատ պիտի ցավացնե, բայց ես ոչ մի միջոց չունեմ։ Ճշմարտությունը հետևյալն է, որ ես այստեղ սիրահարվել եմ մի ճապոնացի կնոջմա, աղջկամը 19 տարեկան։ Եվ իմ զգացումներս իմ ուժերիցս վերն է։ Եվ ես պետք է իրեն ամուսնանամ։ Ես չեմ կարող, ես թողում եմ ընտանիքս, ես գժվում եմ իրեն համար։ Դե տեսնում եք, որ անշուշտ ամուսինը ինքը լուրջ հավատքի մեջ մարդ չի եղել, բայց կինը հավատքի մեջ եղել է։ Եվ գսե որ այսքե հետո մեր հարաբերությունը պիտի դադարի, ես երեխաներուն սիրում եմ, բայց մենք պետք է բաժանվենք, այլևս ես նամակ ցեզի չեմ կլելու, ես իմ կյանքս եմ ունենալու եւ ամուսնանալու եմ այդ ճապոնացի աղջկան։ Մորը Էդիթի սիրտը պատկերացնում է կտոր է լինում, կտոր, ասում է որ ոնց կարելի է այս տեսակի պատիժի տակ ընկնեմ ես, որ աստվածաբաշտ քրիստոնյա սիրում եմ Տիրոջը։ Եվ այդպես սրտի մեջ թաքցնելով երեխաներուն չի պատմում, բայց երեխաները տեսան որ նամակը կարդաց, մեկ երկու օր կմոտենան մայրիկ ջան, ինչ է կատարվել։ Ասում է փոքր երեխան միգուցե պապան չի վերադառնալու այլևս մեզ թողում է, չի ուզում վերադառնալ Ամերիկա։ Եվ մայրիկը գսե, Էդիթը գսե, այո տղաս, պապան չի ուզում վերադառնա, պապան որոշել է այդտեղ ուրիշ կնոջ ամուսնանա եւ մեզ թողել։ Երեխան ասում է, ուրեմն պապան մեզի չի ուզում շարունակել սիրել, բայց մենք իրեն շատ ենք սիրում, ես շատ եմ սիրում պապային։ Իրեն գրե մամա ասում է Պապա քրե, մենք ուզում ենք քեզ սիրել, դու եթե մեզ չես սիրում, քոնե մեզի արտոնե մենք քեզ շարունակենք սիրեն, մեզի մի զրգեր, որ մենք քեզ սիրենք։ Քրե մամա գսե այդպես։ Եվ ասե որ պապա մեզի նամակներ ուղարկե, հոգ չէ եթե ինքը ուրիշ կնոջ հետ ամուսնանում է, քոնե մենք իրենք շարունակենք սիրել, իր մասին իմանանք, մենք սիրում ենք պապային։ Եվ գիտը զարմանում է այդ երեխային վրայով եւ համաձայնվում է եւ գրում է նամակ։ Ասում է որ դու մեզ լքում ես,
գնում ես ուրիշ կնության հետ, շնությամբ ամուսնանալու։ Հոգ չէ, մենք որոշել ենք երեխաներով միասին շարունակել քեզի սիրել։ Դու մեզ մի թաթարիր նամակ ուղարկելուց, քուլորերդ մեզ ուղարկի, մենք ուզում ենք իմանալ քո մասին, երեխաները ուզում են քեզանից նամակը ստանալ եւ իմանալ։ Մարդը այդ նամակը ստանում է եւ ապշում է, որ ինչ տեսակի սեր է դա, ոնց կարելի է լինի։ Եվ մարդը համաձայնվում է։ Եվ մարդը ամուսնանում է այդ ճապոնացի երիտասարդ աղջկան հետ, երեխաներ է ունենում եւ անընդհատ իրենց շուտ նամակներ է ուղարկում, իր ընտանիքի նկարներով, բաներով։ Դուք պատկերացնում եք ամեն անգամ որ նամակը ստանում էր Էդիթը, պատկերացնում եք իր սիրտը ինչպես կտոր է լինում, բայց երեխաներու սիրույն համար ինքը բացում էր այդ նամակը, կարդում էր երեխաներուն, նկարները ցույց էր տալիս, երեխաները դրանով ուրախանում էին, որտեղ սիրում էին իրենց հորը։ Դեռ Աստծո շնորհքն էր երեխաներուն վրա, մորը պատճառով։ Եվ նորից մի անգամ այդպես ետ կթաթարի նամակ գալը, երկար ժամանակ նորից նամակ չեն ստանում։ Երկար ամիսներ, 7-8 ամիս։ Հանկարծ նորից նամակ իրենց կասնի եւ գսե կներեք, ես հիվանդ եմ, դրա համար նամակ չէի կստանում։ Ես տարապում եմ ծանր տեսակի ռակով, կանսերով, ռակ գիտեք բոլորդ։ Եվ բժիշկները ինձ շատ գարջ ժամանակ կյանք են տվել։ Ես 2-3 ամսվա ընթացքում մահանալու եմ եւ լուծում չի գա իմ բժշկություն չի գա ինձ համար։ Ասում եմ խնդրում եմ Էդիթ, այդ գումարները, որ ես հավաքել էի, այստեղ աշխատել էի, այդ բոլոր գումարները բժշկության վրա ես պատնեցի եւ այլևս գումար չունեմ։ Երբ ես մահանամ, խնդրում եմ, եթե դու կարողանում ես մի փոքր գումար ամեն ամիս ուղարկել իմ կնոջս, այսինքն շնության կնոջ, ճապոնացի կնոջ եւ երեխաներուս, որովհետեւ իրենք ոչ մի հնարավորություն չունեն գոյատևելու։ Էդիթը ապշում է, ասում է, որ դեր ոնց կարելի է այս պատիժից հետո նորից այսպես պատիժ, ոնց կարա այս տեսակի նամակ գրել, այդ կնոջ հետ, որ ինքը շնանալով ամուսնացավ, ուզում է հիմա ես իրենց փող ուղարկեմ։ Նամակը փակում է լացով, բայց որոշ ժամանակ հետ ժամեր անցնել է հետո նորից տիրոջ շնորհքը իջնում է իր վրան։ Սիրտը հանգստացնում է, հանգստանում է եւ իմաստությամբ նամակ է ուղարկում իր ամուսնուն։ Ասում է. ես հազիվ բահում եմ իմ երեխաներս։ Ես հնարավորություն չունեմ կնոջդ երեխաներու փող ուղարկելու, բայց մի բան քեզ կարամ խոստանալ։ Քո մահվանիցդ հետո իրենց ուղարկե Ամերիկա իմ տունս։ Ես իրենց կընդունեմ իմ տունս։ Եվ ինչ որ մենք հաց ենք ուտում, բոլորս կգեսվենք միասին։ Դրանով մենք կաբրենք, մենք քիչ կուտենք, իրենք արուտեն։ Մեր հացը կգեսվենք, այդ բանը քեզ կարամ խոստանալ։ Եվ այդ նամակը ուղարկում է ամուսնուն։ Եվ մի քանի ամիս հետո ամուսինը մահանում է, ճապոնացի կինը նամակ է ուղարկում, որ մահացավ եւ ասում է, որ ես գալիս եմ Ամերիկա իմ երեխաներուս հետո։ Եվ գալիս են Ամերիկա, Էդիթը իրենց ընդունում է, իրենց տունն է բերում, իրենց տունն է բահում, կերակրում է, մեծացնում է, այդ ճապոնացի երեխաները դպրոց է ուղարկում եւ այդ ընտանիքը միասին ապրում են։ Մի քիչ ապշելի բան է, պատկերացնում եք դուք։ Էդիթը պատմում է այդ պատմության, տարիներ անցնում է, այդ երեխաները մեծանում են, այդ ճապոնացի երեխաները, իր երեխաները Էդիթի բոլոր ամուսնանում են, տեղ են հասնում, բայց այս բոլորի մեջ ամենագեղեցիկը դա է, որ այդ բանը ճապոնացի կինը ապաշխարում է, Քրիստոսին է ճանաչում, ահավոր զղջում է լացով գոցով, եւ ինքը ապաշխարության կյանք է ապրում, եւ երեխաներն ալ ճապոնացի սիրելիներ, եւ իրենք այդտեղ մեկտեղ մեկ եկեղեցու նման ապրում են սիրելիներ, եւ Էդիթը պատմում է այս կյանքը իրեն, ասում է, որ ես անհնար է մարդկային սիրտը, մարդկային ուղեղը, մարդկային զգացումները անհնար է, որ այս բանը կարենա տանել, բայց Տերը ինձ շնորհք տվավ, որովհետեւ ես հասկանամ աստվածային սերը, Տերը իր աստվածային սերը իմ ներսից դրավ, սա միայն Քրիստոս ինձ կարե անել,
Ես հասկացա ինչ է նշանակում բարիով չարին հաղթել։ Եվ ասում է վերջավորության մի զարմանալի խոսք, բայց մեզ համար զարմանալի չէ դա, ում որ հավատում է Աստծո սիրուն եւ հասկանում է Աստծո սերը, ասում է, որ ես աշխարհի ամենաօրտնյալ կինն եմ զգում աշխարհում, որտեղ ես կարողացա ներել, ես կարողացա ոչ թե ներել, իմ սերս ծածկեց իրենց այդ մեղքերը եւ իրենք փրկություն ունեցան։ Եվ ես իրենց սիրում եմ, ոչ թե ներում եմ, ես իրենց սիրում եմ, իմ քրոջս նման, երեխաներուս նման, եւ գիտեմ, որ բոլորս միասին երկնքում ենք լինելու։ Այս սա է, սիրելիներ, ինչ է նշանակում բարիով հաղթել չարին, որտեղ երբ որ մենք Տիրոջ ապավինում ենք, Տերը մեզի այն տեսակի ներում է բարգեվում, այն տեսակի սեր է բարգեվում, սիրելիներ, մարդու մտքից վեր է միայն Տիրոջմով դագարանք անել, եւ սա կենթանի օրինակ է, սա ճշմարիտ պատմություն է, սիրելիներ, եւ սա առասպել չէ, հենց այդ համարին վրայով, որ ասում է բարով հաղթեցեք չարին, սիրելիներ։ Ամեն